Ժողովուրդ օրաթերթը գրում է հակակոռուպցիոն կոմիտեն ԴՀԿ նախկին պետի հարազատներին յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ԴՀԿ նախկին պետ Միրան Պողոսյանի եղբայրը Քեռու որդին մեկ շինի սեփականատեր Տիգրան Հարությունյանը եւս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հակակոռուպցիոն կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիներս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնման օժանդակելու համար։ Ու մինչ հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաև դատական համակարգում են կռիվ տալիս։ Հրապարակ թերթը գրում է ԿՊ-ում խորմանտրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցու հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց թարս չափալախ տվեցին։ ԿՊ-ում կարծում են, որ գլխավոր պատճառը Միքայել Աջապահյանի կալանավորումն էր ու դատապարտումն առաջին ատյանի կողմից։ Նախ թե մի բոլոր քահանաները մերժեցին իրենց 24 հոգի հրաժարվելով նիկոլական ոճով պատարագ մատուցելուց, զեղչել կաթողիկոսի ու թե մի առաջնորդի անունը, ապա ժողովուրդն իրենց տեղը ցույց տվեց, ամոթանք տալով իշխանավորներին ու պրակատով Գյումրի բերված եպիսկոպոսներին, Կճոյանին եւ մյուսներին։ Նույնիսկ այն տերորը, որ կիրառել էին բյուջետային հիմնարկների աշխատողների, դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չէր տվել, հատուկենտ կանայք էին ներկայացել։ Իսկ երկրաշարժի օրը դեկտեմբերի 7-ին մատուցված շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երևանից գնացածները, նիկոլական փոքր զանգվածը, որը նրա հետ թափառում է եկեղեցուց եկեղեցի։ Անգամ 7 վերքի մոմավաճառներ այդ օրը բոյկոտել աշխատանքը։ Իրավունք թերթը գրում է ԿՊԱ-ականների շրջանում ակտիվ քննարկվող լուրերի համաձայն Վեհափար Հայրապետին գահընկեց անելու վերջիններիս ծրագիրը կարող է հետաձգվել մինչև հունվար։ Փուլ են գնում, կուլմինացիային պիտի զգույշ մոտենանք, ասել է ԿՊԱ-ական աղբյուրը։ Հրապարակ թերթը գրում է. 3 կեսօրից հետո Դալմամոլի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին Իզմիրյան բժշկական կենտրոն։ Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միրան Հակոբյանի վրա։ Ոմանք դա պայմանավորեցին նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումներով, որոնցում Փաշինյանին մշտապես բնորոշում է խեղկատակ բառով, սակայն ոմանց կարծիքով ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է։ Միրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սկրինները պահել են, իսկ ԱԱԾ տնօրենն էլ ենթադրաբար իր սրտի դավթարում էր այն պահել եւ որոշել է անպատիժ չթողնել։ Իրավունք թերթը գրում է. Մայրաթորի եւ Վեհափար Հայրապետի դեմ դուրս եկած եւ 10 տիրադավերը անունը ստացած եպիսկոպոսների թեմերում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Իրավունքի տեղեկություններով վերոնշյալների թեմերում ծառայող հոգևորականներն ուղղակի շոկի մեջ են։ Մի կողմից չեն կարողանում քարգցել իրենց թեմերի առաջնորդների ուղղությամբ, քանի որ միասին անցած երկար տարիների ճանապարհ ունեն։ Մյուս կողմից գիտակցում են պահի լրջությունը, իսկ նրանց լրացնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձևը։ Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրև գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել, պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգևորականությունը, որպիսի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում։ Հրապարակ թերթը գրում է. Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ 2018 թվականի մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ երկամսյա կալանք տվեց եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ պատվալ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ նա հայտնվեց այն խցում, որտեղ ապրում են Միքայել arczepiskopos Աջապահյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն գցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է։ Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի գայթակղիչ կարող են լինել իշխանությունների համար, իսկ կալանավորված 4-րդ եպիսկոպոսը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, որը Վեհափարի քրոջ որդին է, գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ԿՊ նախընտրական ցուցակի էլեկտրոնային գրանցման ավարտից հետո ԿՊ վարչությունը դեռ ամփոփում է ցուցակը։ Օրաթերթը փորձեց ԿՊ վարչության անդամ ազգային ժողովին պատգամավոր Արուսյակ Մանավազյանից պարզել, թե քանի հոգի են ընդգրկվել ԿՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։ Մանավազյանը հայտնեց, որ առաջադրվել է 383 անձինք, որոնցից 4 տասնյակից ավելին անկուսակցական են եղել։ Մեր տեղեկություններով այժմ ԿՊ վարչությունը անցել է զտման փուլին, որոշելու, թե ովքեր
ովքեր ունեն բավարար ռեյտինգ եւ կարող են հավակնել նոր խորհրդարան անցնելուն։ Փաստորաթերթը գրում է. շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլել Գյումրուց եւ անցած կիրակի օրն իր իշխանավարումը փաստացի ավարտեց Գյումրիում տոտալ ձախողման ենթարկվելով։ Նման կարծիքների համար կան չափազանց ծանրակշիռ փաստեր։ Նախ, եթե Հովանավանքի կեղծ պատարագը ավելի շատ մինի հանրահավաքի տպավորություն էր թողնում, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար համադրելի մարդաքանակ չէր ապահովում։ Իսկ Գյումրիում ընդհանրապես ներկա էին միայն ուժային կառույցների ներկայացուցիչներ ու որոշ ԿՊԱ-կաններ։ Արդյունքում այնպիսի տպավորություն էր, որ 7 վերքի եկեղեցում անցկացրել են ԿՊԱ-ական ժողով։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հակապատարագներն արդեն ստացել են ԿՊԱ-տարագ անունը։ Ավելին, Շիրակի թեմի հոգևորականների բարձր իրական հոգևորականին վայել պահվածքի հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված էր արենթով քահանաներ բերել, բռնությամբ բացել եկեղեցու դուռն ու հակապատարագն անցկացնել առանց համապատասխան պարագաների։ Դրանից զատ գյումրեցիները փողոցներում ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքը ԿՊԱ-ականներին, ինչպես նաև վեհափառին եկեղեցուն դավաճանած հոգևորականների նկատմամբ, ինչից հետո հատկապես վերջիններս ստիպված էին արագորեն փախչել։